Նեհեմիայի ամբողջ գրքում ամեն անգամ, երբ նա հանդիպում է մի իրավիճակի կամ հանգամանքի, որը խնդիր կամ սպառնալիք էր, կամ եթե նա ուղղություն եւ առաջնորդություն էր փնտրում, անկասկած նա մի մարդ էր, ով կյանքն անցկացնում էր ծնկների վրա։ Այսինքն նա իմացել էր աղոթքի զարմանահրաշ զորությունը։ Դրա արդյունքում նա իմացել էր ամենահրաշալի բաների մասին, որոնք Աստված կամենում էր անել նրա մեջ, նրա միջոցով եւ նրա համար։ Այսպիսով, երբ մտածում ենք այդ մասին, ես կարծում եմ, որ այստեղ շատ ակնհայտ սկզբունք կա։ Այն է, մենք ամենից վստահ եւ ամենից ուժեղ ենք դառնում ծնկների վրա։ Այդ ասելով ես նկատի ունեմ այն, որ այդ ժամանակ ենք մենք ունենում ամենամեծ զորությունը, վերապրում ամենամեծ զորությունը, ձեռք բերում անհրաժեշտ եռանդն ու ուժը կյանքի դժվարություններին հաջողությամբ դիմակայելու համար։ Որովհետև աղոթքն այն միջոցն է, որ Աստված տվել է մեզ իրեն հասնելու, իր հետ խոսելու եւ իր առջև խնդրանքներ բերելու եւ իրենից ստանալու համար։ Ու ես կարծում եմ, որ մենք սովորական ենք ընդունում այն մեծագույն օրհնություններից մեկը, որ Աստված տվել է մեզ, կամ այսպես ասեմ, մենք ճիշտ չենք վերաբերվում դրան։ Բայց երբ նայում ենք, թե ինչ էր տեղի ունենում Նեհեմիայի կյանքում, հասկանում ենք, որ նա գիտեր ինչպես խոսել Աստծո հետ։ Նա գիտեր ինչպես մոտենալ Աստծուն։ Նա գիտեր, թե ինչ էր պահանջվում դա անելու համար։ Մենք տեսնում ենք, որ այս գրքում ամենափառահեղ հրաշքներն են կատարվում։ Այսպիսով ցանկանում եմ, որ նայենք, թե ինչի առջև էր նա կանգնած։ Ապա տեսնենք, թե ինչպես Աստված գործեց նրա կյանքում եւ ինչ կատարվեց։ Սուրբ Գիրքն ասում է, որ մի առավոտ նա կանգնեց թագավորի առջև եւ նա տխուր էր։ Թագավորը նրան հարցեց. «Ինչու ես տրտում, դու հիվանդ չես»։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ այն պահին, երբ թագավորը նրան հարց տվեց, նա աղոթք արեց Աստծուն։ Նա աղոթեց նախքան թագավորին պատասխանելը։ Այսպիսով, երբ Նեհեմիան լսեց, որ իրավիճակը վատ է, աղոթեց, եւ երբ կանգնած էր թագավորի առաջ, ունենալով այդպիսի հրաշալի հնարավորություն եւ պատասխանատվություն, թագավորի հարցին պատասխանելու, թե ինչու էր տրտում, եթե հիվանդ չէ, նա դարձյալ աղոթք արեց։ Թագավորը ոչ միայն լսեց նրան, այլև հարցրեց. «Ինչով կարող եմ օգնել քեզ»։ Ուստի նա ասաց. «Ինձ այսքան փայտ, այսքան նյութեր եւ պաշար է հարկավոր»։ Եվ թագավորը օգնեց նրան։ Այժմ տեսեք, թե ինչ հրաշք է տեղի ունենում։ Նա ընդամենը մատրվակ էր։ Նա աղոթեց ի պատասխան իր եղբայրների մեկնաբանությունների այն մասին, թե ինչ էր տեղի ունենում։ Երբ նա դուրս եկավ եւ հասավ Երուսաղեմ, նա աղոթեց, փնտրելով Աստծո միտքը եւ սիրտը, որպեսզի իմանար, թե ինչպես պետք է իրականացնել այդ փառահեղ առաջադրանքը, ու նա սկսեց խոսել որոշ մարդկանց հետ։ Մտածեք այս մասին։ Նա նոր էր ոտք դրել այդ իրավիճակի մեջ։ Նա չէր ճանաչում որևէ մեկին, համենայն դեպս այդ պահին։ Ու նա մուտք էր գործում մի իրավիճակի մեջ, որտեղ պատասխանատվությունն իր ձեռքն էր վերցնելու։ Դա այդքան էլ ընդունելու գաղափար չէր։ Դու նկատի ունես, որ եկել ես այստեղ, որպեսզի մեզ ասես, թե ինչ անենք։ Ուստի նա պետք է Աստծուց ուղղություն եւ առաջնորդություն խնդրեր։ Նա սկսեց խոսել մի քանի մարդկանց հետ, նա շատ գաղտնի կերպով ուսումնասիրեց այդ վայրը։ Հետո երբ խոսեց մարդկանց հետ, նրանք սկսեցին համաձայնել։ Ապա նա ասաց. «Եկեք վեր կենանք եւ կառուցենք»։ Աստծո հոգին նրա վրա էր։ Հետո շատ չանցած թշնամիները լսեցին այդ մասին եւ սկսեցին հարձակվել նրանց վրա։ Ըստ էության նրանք ասում էին. «Այդ թույլ հրեաները ինչ են կառուցում»։ Իսկ նրանցից մեկն ասաց. «Եթե աղվեսը ցատկի նրանց կառուցած պարսպի վրայով, ամբողջ պարիսպը կփլվի»։ Այսպիսով նրանք շարունակ ծաղրի ու քննադատության էին ենթարկում։ Ինչ էր Նեհեմիան անում ամեն անգամ, երբ նման բաների առաջ էր կանգնում, աղոթում էր։ Այսպիսով Նեհեմիան ամենուրեք Աստծո առաջ ծնկի էր իջնում եւ ինչ էր տեղի ունենում, ինչ էր կատարվում, երբ նա ծնկի վրա էր։ Նա ավելի ու ավելի էր խիզախ դառնում։ Ինչպես նրանք արեցին դա, նախ եւ առաջ, լսեք, նա չէր հաճախել որևէ դպրոց, որտեղ սովորեցնում են ճարտարապետություն։ Նա նրանց բացատրում էր, թե ինչպես վերակառուցել պարիսպը եւ դարպասները։ Եվ ոչ միայն դա, միևնույն ժամանակ նա պետք է վարվեր իբրև զորավար, քանի որ ստիպված էր փոքր զորք ունենալ։ Նրան շարունակ հանդիպում էին, կանչում էին, որպեսզի խոսեին նրա հետ, եւ ամենից հավանական է, որ նա պատասխանում էր այնպես. «Ես խոսելու բան չունեմ,
Հիշում եք, թե նա ինչ ասաց։ Նա ասաց. «Ես չափազանց զբաղված եմ իջնելու եւ խոսելու համար»։ Այսպիսով նա սովորեցնում էր այս մարդկանց ինչպես իրականացնել շինարարությունը։ Նա մարզում էր զորքին։ Մի ձեռքին շինարարության գործիքներն էր, մյուս ձեռքին կռվի գործիքները։ Իրականում ինչ կատարվեց այդ 52 օրում եւ դրանից հետո։ Նրանք դուրս եկան լիակատար քարոզից, անկազմակերպ վիճակից, դարձան կազմակերպված, պատրաստ կռվելու, պատրաստ պաշտպանվելու, կառուցեցին պարիսպն ու դարպասները, եւ ոչ միայն դա։ Շտկեցին ֆինանսական հարցերը, միմյանց հետ փոխհարաբերությունները, սկսեցին կրկին 10 օր տալ եւ երկրպագություն կատարել։ Նրանք ունեցան աշնություն 52 օրվա հաջորդող օրերի եւ ամիսների ընթացքում։ Ինչպես այդ ամենը պատահեց։ Մի մարդ, ով որոշեց ապրել ծնկների վրա եւ արդյունքում հոգեվոր առումով այդքան ամուր եւ ուժեղ դարձավ։ Նա ոչ միայն կարողացավ համախմբել մարդկանց, այլև մարտահրավեր նետեց նրանց շտկելու համար այն բաները, որոնք պետք է շտկվեին։ Նրանք ճիշտ չէին, նրանք գիտեին, որ ճիշտ չէին։ Նա մարտահրավեր նետեց նրանց բոլոր առումներով։ Ամեն առումով նրանք կարող էին ասել ոչ, նրանք կարող էին ասել ինչ նկատի ունես, այս ամբողջը պիտի վերակառուցենք, տարիներ շարունակ մենք փորձել ենք, դա ոչինչ չի ստացվել, ինչ որ բան կար Նեհեմիայի մեջ, լսեք ուշադիր, ինչ որ բան կարող է լինել ձեր մեջ, եթե դուք ունեք ճիշտ փոխհարաբերություն Աստծո հետ։ Աստված կարող է օգտագործել ձեզ ամենափառահեղ եղանակով, եթե թույլ տաք նրան անել դա, եթե հավատաք, որ նա կարող է դա անել ու հասանելի լինեք նրա համար։ Մենք թերագնահատում ենք ոչ թե մեզ, այլ Աստծո զորությունը մեր մեջ եւ մեր միջոցով։ Իսկ Նեհեմիան կատարյալ օրինակն է նրան, թե ինչ կարող է պատահել։